ինձ մի հարց է հետաքրում եւ խնդրում եմ դուք էլ դրա շուրջ մտածեք։ Փաշինյանն ասում է. Ղարաբաղի հարցը թոք էր, այսինքն պարան էր, որը Ռուսաստանը կախել էր մեր վզին, որպեսզի մենք կախված լինենք Ռուսաստանից եւ ինքնիշխանություն երբեք չունենանք։ Ես դրա հետ իհարկե համաձայն չեմ, եւ այստեղ նաեւ բարոյականության խնդիր կա, որովհետեւ եթե Փաշինյանը 18 թվականին կարծում էր, որ Ղարաբաղի հարցը թոք է, ապա նա պետք է այդպես էլ հայտարարեր, ասել սիրելի ժողովուրդ, այդ խնդրից պետք է օր առաջ մենք ազատվենք, որպեսզի ապրենք ինքնիշխան եւ երջանիկ։ Նա չի ասել եւ դրանից հետո տեղի է ունեցել պատերազմը, արյունալի պատերազմը, եւ մենք ունեցել ենք 4000 զոհեր։ Հիմա ինձ ուրիշ բան է հետաքրում։ Արդյոք այն զանգվածը, որը հիմա պաշտպանում է, համաձայն է Փաշինյանի հետ, որ դա պարան էր, որը քցած էր մեր վզին, եւ շատ ուրախ են, որ մենք այդ պարանից հիմա ազատվել ենք, արդյոք այդ նույն զանգվածը 18 թվականին նույն ձևով էր արձագանքելու։ Եթե նույն ձևով էր արձագանքելու, ուրեմն այդ զանգվածը միշտ կար։ Եթե այլ ձևով էր արձագանքելու, այսինքն չէր համաձայնելու 18 թվականին, ապա այդ զանգվածը ստեղծվել է վերջին 7.5 տարիների ընթացքում։ Այդ հարցը ինձ հետաքրում է։ Խնդրում եմ դուք էլ մտածեք։